Բարև ձեզ հարգելի գործընկերներ, սկսում ենք կառավարության 2026 թվականի հունիսի 11-ի հերթական նիստի աշխատանքները եւ մինչ օրակարգին անցնելը, քանի որ ընտրություններից հետո առաջին կառավարության նիստն է, ուզում եմ եւս մեկ անգամ բոլորի շնորհավորել ընտրությունների առիթով եւ ընդգծել, որ մեր հիմնական անելիքը ինչպես եւ նախընտրական շրջանում առիթ ունեցել եմ ասելու նոր որակի պետություն ստեղծելու մեր առաքելության շարունակությունն է եւ պետության վերելքը այն տրամաբանությամբ, որ պետությունը մարդու քաղաքացու անվտանգությունը, բարեկեցությունը ազատությունը ապահովելու միջոց է եւ մենք պետք է գործենք այդ տրամաբանությամբ։ Իհարկե մենք արդեն կսկսենք կառավարության ծրագրի նախագծի մշակումները, որը իհարկե նոր կառավարության ձևավորումից հետո պիտի հաստատվի ազգային ժողովում, նաև այս ընթացքում կփորձենք ոչ ֆորմալ քննարկումներ ունենալ կառավարության եւ ապագա կառավարության անդամների կամ ավելի լայն շրջանակի հետ, որպեսզի մեր անելիքները, ռազմավարությունները նախորդող շրջանի աշխատանքի վերլուծություններ իրականացնենք եւ պլանավորենք։ Իհարկե լավ լուրն այն է, որ նախկին երկու դեպքերում այսքան շատ ժամանակ չենք ունեցել ոչ կառավարության կազմի, ոչ ծրագրի եւ այլ փաստաթղթերի մասին մտածելու, որովհետեւ նախորդ երկուսը եղել են արտահերթ ընտրությունները, ըստ էության շտապողականության ռեժիմով ենք աշխատել, այս անգամ ավելի հանդարտ ռեժիմով կաշխատենք սրանից բխող բոլոր արդյունքներով եւ իհարկե առաջիկայում ավելի մանրամասն խոսելու, քննարկելու առիթներ կունենանք, բայց կարծում եմ հիմնական տրամաբանությունը ակնհայտորեն լինելու է շարունակականությունը մեր գործողությունների եւ անելիքների եւ դրա համար այս փուլում կարեւոր է նախորդող շրջանը ամբողջապես վերլուծենք, հասկանանք ինչն է, որ պետք է առավել ակտիվացնենք, ինչն է, որ ինչից է, որ պետք է հրաժարվենք եւ որտեղ է, որ մեր արդյունքները մեզ բավարար չեն թվում եւ պետք է այդտեղ ավելի մեծ ջանքեր գործադրենք։ Իհարկե նախորդող շրջանում խոսել ենք անդադել այդ մասին, այնպես չի, որ սա նոր խոսակցություն է լինելու, բայց այնուամենայնիվ ուշադրությունը հրավիրելու համար նաև այսօր նոր գաղափար եմ առաջարկել, որ գուցե ի տարբերություն նախորդ ծրագրերի մեր առաջիկա ծրագրում մենք ունենանք առաջնահերթությունների հստակ ցանկ, որոնք այնուամենայնիվ, որովհետև մեր ծրագրերը եւ նաև միջոցառումների ծրագրերը նախ եկեք արձանագրենք, որ ընդհանրապես պատմության մեջ չի եղել եւ չի լինելու այնպիսի ծրագիր, թե նախընտրական, թե կառավարության, որ 100%-ով իրականացվում է, այդպիսի բան ուղղակի ի բնե հնարավոր չի։ Սրա համար շատ կարեւոր է, որովհետեւ հանգամանքներ են փոխվում, նոր հանգամանքներ են ի հայտ գալիս, առաջնահերթություններ են փոխվում, բայց կարծում եմ կարեւոր է, որ մենք ունենանք առաջնահերթություններ եւ առաջնահերթությունների առաջնահերթություններ, ինչպես օրինակ նախորդ կառավարության ծրագրում հստակ արձանագրված էր, որ բոլոր առաջնահերթությունների առաջնահերթությունը խաղաղության օրակարգն է եւ մենք գերկենտրոնացած մնացինք այդ թեմայի վրա եւ արդյունք արձանագրեցինք։ Հիմա ես կարծում եմ, որ պետք է ունենանք առաջնահերթություններ եւ առաջնահերթությունների առաջնահերթություններ, եթե այդ ժանրը պարզվի, որ կարող է գոյություն ունենալ, որպեսզի ամենօրյա աշխատանքում մենք հարցերի հնարավորինս սեղմ շրջանակի վրա կարողանանք կենտրոնացած մնալ, որովհետև կառավարության ծրագիրը, այո, ինքը տրամաբանական ծավալի ծրագիր է, որը կարելի է շաբաթը մի անգամ թերթել, կարդալ, բայց արդեն միջոցառումների ծրագիրը ինքը շատ մեծ, շատ ծավալուն ծրագիր է դառնում եւ երբեմն շատ հեշտ է խճճվել իր մեջ նախարարությունների համար գուցե ավելի փոքր է, բայց մեկը նույնիսկ նախարարության մակարդակում է շատ ծավալուն է, նաև հաշվի առնելով կատարողականի
հիման վրա վարձատրության նոր համակարգի գոյությունը, որտեղ այդտեղ արդեն այն մյուս կողմից արդեն առաջնահերթությունների ընթացիկ ցանկ սահմանելու պրակտիկա ենք ворթեգրել, բայց այս անգամ կարող ենք նաև ի սկզբանե էլ փորձել դանել, չբացառելով ընթացիկ միշտ կարգաբերումները, որովհետև մենք այն գլխից ենք պայմանավորվել դեռ 2018 թվականին ռազմավարություններ ընդունելուց, որ մենք պետք է հասկանանք, որ ռազմավարությունը ինքը տենց սեպագիր արձանագրություն չի, այսինքն ինքը կյանքի փոփոխության հետ մենք պետք է իրան անդադ ճկուն պահենք, որպես ինքը նաև զարգանալու կյանքից վերցնելու հնարավորություն ունենա, այնպես որ այո, նոր փուլ է գալիս, բայց այդ նոր փուլի ամենակարևոր առանձնահատկությունն է նա, որ դա աշխատանքի ընդամենը շարունակությունն է, որը պետք է դարձնենք ավելի արդյունավետ, եւ այս տրամաբանությամբ էլ առաջնորդվելու ենք։